Չէ, ցանկալիության առումով իհարկե ցանկալի չեմ իրենց համար։ Տեսեք, սեփականատերերը որպես կողմ ներգրաված են։ Տաշիր կապիտալը եւ Կիպրոսյան կազմակերպությունը որպես կողմ ներգրաված են մեր գլխավոր տնօրենին գործող, որը առողջական խնդիրների հետ կապված Հայաստանում չէ, որպես կողմ ինչքանով տեղյակ եմ զրկեցին կողմ լինելուց։ Բնականաբար սեփականատերեր ունենալու ներկայացուցիչներ, ես ձեզ անկեղծ ասեմ, շատ հետաքրքիր նիստ է սպասվում, շատ։ Ես պահանջելու եմ, որպեսզի ժամանակային սահմանափակում չդնեն, որտեղ այդտեղ չկա այդպես ժամանակային սահմանափակում, ռեգլամենտ կա, հարց ու պատասխան, անակնկալներ են սպասվում շատ, որոնք ես այսօր բնականաբար չեմ բացի, հենց այդ ժամանակ բոլորդ կլսեք եւ մի խոսքով, բավականին հետաքրքիր է սպասվում։ Ես համոզված եմ, որ իրանք լիցենզիայից զրկելու ճանապարհով են գնալու, կնայեք հանձնաժողովի անդամների աչքերին, ոչ մեկ աչքերը չի բարձրացնելու, բայց գնալու են այդ որոշման։ Մեր խնդիրը բնականաբար պայքարելն է, բայց առաջին հերթին մեր հասարակությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում։ Ես մի հարցեր ունեմ, հա, դուք պայքարից եք խոսում, ինչ է դա նշանակում մի փոքր, եթե հնարավոր է բացեք հատկացնել, այսինքն եթե լիցենզիայի զրկում եք հեռանկարը, հա, դիտարկեն, դուք չեք ընդունելու այդ առաջարկը ձեզ արժեք, որտեղ դուք ասիք, որ սեփականատիրոջ առաջարկ արվի, չէ՞։ Նայած առաջարկ։ Այսինքն հնարավոր է նաև ընդունել առաջարկը։ Գիտեք, ես տեսեք, չեմ կարող պատասխանել սեփականատիրոջ փոխանենք ընդունի թե ոչ։ Ես ինչ եմ ասում նայած առաջարկ, որովհետև եթե ես հենց հիմա ասեմ, գիտեք, օրինակ չենք ընդունելու, դա ճիշտ չի, ասեմ ընդունելու ենք եւս ճիշտ չի։ Քանի առաջարկը արված չի, քանի դե յուրե լիցենզիան վերցրած չի, շուտ է դրա մասին խոսելը, կվերցնեն լիցենզիան, կանեն առաջարկը, ըստ այնեմ կխոսենք։ Այսինքն նորից կրկնում եմ, Սամվել Կարապետյանը վերջին հաշվով կորցնում է հեծը, բայց իր գումարները ստանալու է հետ։ Այսինքն ժողովրդի հաշվին ընդամենը քաղաքական հարց են լուծում իրենց համար։ Եվ գումարած դրան հեծի կառավարումը հավատացած եղեք, շատ մտահոգիչ է ինձ համար։ Լինելով ներսի մարդ, ես ինչեր եմ լսում ու տեսնում, Աստված էլ բեթարից ազատի։